Անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանը փետրվարի 18-ին քվեարկելու է իր իսկ բառերով Սերժ Սարգսյանի անվավերի օգտին։ Այս մասին այսօր գլխավոր դատախազության մոտ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը, որը այսօր հանդիպել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող ակտիվիստի հետ։ Տիգրան Առաքելյանը միացել է Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծմանը։ Եվ խնդրում էր իր բոլոր երիտասարդ ընկերներին, համախոհներին ընդառաջ գնալ այն նախաձեռնությանը, որ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր կայանում է, այն է Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծմանը։ Սա Տիգրանի ուղերձն էր, ողջույնն էր, առաջարկն էր ձեզ։ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը խորհրդանշական համարեց Տիգրան Առաքելյանի այս ուղերձը։ Ինչու եմ ես սա շատ կարևորում եւ համարում շատ խորհրդանշական, որովհետեւ իրականում սա չի լինելու կուսակցություն։ Սա ֆորմալ կերպով ձևակերպվելով որպես կուսակցություն շարունակելու է մնալ համաժողովրդական շարժում։ Լևոն Զուրաբյանը վստահեցրեց, որ այս պահին նորաստեղծ կուսակցության շարքերը համալրվում են։ Ակցիայի մասնակիցներն այսօր մեկ անգամ եւս իշխանություններից պահանջեցին ազատ արձակել Տիգրան Առաքելյանին եւ արդարացնել Հայ ազգային կոնգրեսի մյուս 3 երիտասարդներին։ Կոնգրեսն ու իր համակիրները անդրադարձան փետրվարի 18-ի ընտրություններին եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի քարոզարշավին։ Սա ընտրություն չէ, սա ծաղրուծանակ է, սա մասխարայություն է, էլ ինքնասպանվող խփող թեկնածուներով, մասոնական շանտաժներով, կակեպեական, չգիտեմ, մեղադրանքներով։ Ես գնալու եմ իմ քվեաթերթիկը դարձնեմ անվավեր, իմաստը հետևյալն է, այս ֆարսը, որը իրենք կոչել են նախագահական ընտրություններ, որը բացարձակապես որևէ կապ չունի հայ ժողովրդի կամարտահայտման, ազատ կամարտահայտման հետ, հետևյալ ձևով անվավեր կհամարեմ, ես ուղղակի կգրեմ Լևոն Տեր-Պետրոսյան։ Նարինե Էրիսյան, Կարեն Չիլինգարյան, IPFM։